Գերմանիայում բժիշկ չես կարող աշխատես, մինչև այս փուլը չհասնես, եկեք ասեմ ինչի մասին է խոսքը։ Առավոտը սկսում ենք թեթև խցանված փողոցներով, ի դեպ լուրջ խցանումներ տեղ չեմ տեսել։ Այսօր գնում եմ քննություն հանձնեմ, ինչի համար որ հիմնականում եկել եմ հենց Գերմանիա, ստոմատոլոգիական մասնագիտական քննություն։ Ճանապարհին նկարում են ինչ տեսնում, ասեմ, որ շատ բարձրակ շենքեր ստեղ չեմ տեսնում։ Սա էլ կենդանաբանական այգին է, որը միանշանակ մի օր առանձին կայցելեմ եւ կցուցադրեմ։ Այստեղ կամուրջի տակ սկզբում մտածեցի, որ աղբա տեղադրված, բայց մի քիչ հետո հասկացա, որ այստեղ մարդիկ են ապրում։ Շատ մոտ էի գտնվում Բերլինի ստոմատոլոգների միության պալատին ու տեսա այս սիրուն պարտեզը, որը կառուցվել է 17-րդ դարի վերջում Ֆրիդրիխ 3-ի կողմից, ով էլ նվիրել է պալատը իր կնոջը թագուհի Սոֆի Շարլոտային։ Իսկ պալատի տեր չդառնանք։ Սա պալատի դրսի կողմն է, եթե ուզում եք տեսնել պալատը ներսից, գրեք մեկնաբանություններում։ Իսկ սա Բերլինի ստոմատոլոգների ասոցիացիան է, որտեղ բոլոր արտերկրից եկած ստոմատոլոգները հանձնում են FSP կոչվող մասնագիտական լեզվի քննություն աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Ասեմ, որ ես արդեն ունեմ աշխատանքի իրավունքը Գերմանիայում։ Եթե հետաքրքրում է Գերմանիայում աշխատելու համար պահանջվող ամբողջ գործընթացը, գրիր մեկնաբանություններում հաջորդելում ամեն ինչ կպատմեմ։